մարդկանց նկատմամբ քրեական, քաղաքական բռնաճնշումներ, ես այդ կոնտեքստում եմ այս ամեն ինչը տեսնում, հետեւաբար դա լրիվ ռուսերեն ասած это в порядке вещей. Եթե կանոնավորվեց անձամբ դուք պարոն Աստանյան, դուք հայտնվել եք այս իշխանության թիրախում, որն է լինելու անձամբ ձեր քայլը, որպես որոշման դեմ անհամաձայնություն։ Ես ցանկացած ապօրինության, որը իրականացվում է իրավական այս սահմանազանցության ոլորտում, ինձ համար դա պայքար է, առավել ևս եթե այն վերաբերվում է նաև իմ համերկրացուն, լոռեցուն, որը նաև բարերար է, որը նաև հայկականության մեջ որոշակի ինքնություն կրող անձնավորություն է, ես կոնկրետ քայլերի ինչ-որ հերթականություն չունեմ մշակած, ամեն դեպքում պիտի ամեն ինչ անել, որպեսզի այդ մեր երկրում տիրող այդ մթնոլորտը, որ ցանկացած անձի նկատմամբ կարելի է ժամերի ընթացքում որոշում կայացնել կամ թեկուզ ամիսների ընթացքում որոշում կայացնել եւ այդ որոշումը կամայական կապրիզ սկզբունքներով իրականացնել, կարծում եմ դրա դեմ պայքարը աննահանջ պիտի լինի։ Դառնալու է քաղաքական մեծ գործընթաց ըստ ձեզ։ Ես չեմ կարող այս պահին կանխագուշակել, որովհետև այդ գործընթացները գեներացնելու համար նաև ոչ միայն մեկ անձի բռնաճնշումն է պետք, այլ նաև ընդհանուր կոնտեքստում մեծ կոնսոլիդացիա։ Նիկոլ Փաշինյանը ասում է հեծը ազգայնացնելու գործընթաց է սկսել պետությունը, իշխանությունը եւ այդ է պատճառը, որ Սամվել Կարապետյանը, այսպես ասած, ակտիվացել է։ Ինչ կարծիք ունեք, հնարավոր է, որ այս տարբերակով նրան կալանավորելով հեծը վերցնեն գործարարի ձեռքից։ Ինձ հիշեցնում է դա խորհրդային վաղ ժամանակաշրջանի մեթոդները, այդ ազգայնացումները, նեոբոլշևիզմը հիշեցնում, բայց հեծը շատ սպეციფիկ եւ ազգային անվտանգության տեսակետից շատ ուրույն կառույց է, այնտեղ կառավարման, այնտեղ մասնագետների, այնտեղ նաեւ ֆինանսների կառավարման մեծ ռիսկ է, ես չգիտեմ իրենք ինչ հաշվարկով են ազգայնացնում կամ երբ որ ազգայնացնում են հետագա ճակատագիրը այդ հեծի ինչ է լինում իրենք են կառավարելու նենց են անելու հովարային անջատումներ ինչպես իրենք են ասում չլինի լույսերը անջատվել է որ գյուղ գնացել եմ լույսերը անջատվել են եւ սա պատկերացնում է իրենք կարծում եմ կառավարությունը իր հարակից տեսչություններով կոմիտեներով ունի այդ գործընթացների վրա ազդելու ավելի գործուն միջոցներ քան ազգայնացնել քաղաքացու լվացքի մեքենան փչացել է եւ դրա մեջ ասում է մեղավոր է Սամվել Կարապետյանը Դե հիմա ես Բայց փոխհատուցում եմ քաղաքացու փչացել է փոխհատուցեցին վերջերս Եկեղեցի դեմ արշավը, որը Փաշինյանը Իրեք սա ընդհանուր գիծ է միայն եկեղեցու դեմ չի, ընդհանրապես ցանկացած այն կառույցի անձանց խմբերի դեմ է այս պայքարը շարունակ 7-8 տարիներ, որոնք իր համար, իր մտածելով ներկայացնում են որոշակի վտանգ, դա կլինի ազգային կառույց, դա կլինի մեր պետականությանը երկար դարեր փոխարինած կառույց, թե կլինեն ուղղակի անձինք, այդ մարդու համար պայքարի մեջ խտրություն, խտրականություն չկա եւ այդ ընթացքում նաեւ մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ նաեւ մենք մոտենում ենք հենց այդ վերջնագծին, որ մեր ինքնությունը, մեր հայկականությունը ամեն էտապում մենք կորցնելով գնում ենք